շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել այսօրվա համար, բայց երևի սկսենք այս թեմայից, ես հիմա ընդամենը 50 վայրկյան է այս տեսանյութը կմիացնեմ, երկու Նիկոլ Փաշինյաններ, մեկը 2021 թվականին, մեկը 2025 թվականին արդեն, ինչ է ասում նա։ Ղարաբաղի հարցը չի լուծվել, զոհերի համար ինչ եք մեղադրում, Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ ունի։ Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Ինչքան է Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Խնդրեմ, եւ սա 2025 թվականին այսպիսի հայտարարություն Նիկոլ Փաշինյանը անում է Գերմանիայում, որտեղ նաեւ ինքը նույն պարտության վրա է դնում մտածածին, հորինված արևմտյան Ադրբեջանը եւ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղը։ Առաջարկելով Ալիևին հրաժարվել դուք ձեր այդ խոսույթից, դե մենք էլ հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղից, արցախցիների իրավունքներից։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը համեցեք։ Նիկոլ Փաշինյանի այս ասացին ես կասեի Ղարաբաղի այայի խոսքով Ղալաթա տրա Նիկոլ Ղարաբաղի հարցի շարունակությունը բոլորովին պատերազմ չի նշանակում։ Բավական է շանտաժանես այս ժողովրդին, բավական է վախեցնես պատերազմով։ Ղարաբաղի հարցի լուծման տարբեր խաղաղ ճանապարհներ կան։ Որ մեկն ես փորձել, որ չի ստացվել։ Ինչ ես փորձել, որ պետությունում ես բարձրացրել ղարաբաղցիների հարցը։ Քո սեփական երկրում ինչ ես արել ղարաբաղցիների համար։ Նիկոլ, ես սիրելի ժողովուրդ, այն, որ արցախցիների վիճակը Հայաստանում քանի գնում ողբերգական է դառնում, դա տեսանելի է բոլոր անկյուններից, ձեր աչքի առաջ է կատարվում ամեն ինչ։ Այն, որ Նիկոլը ալերգիա ունի ղարաբաղցիներից, դա ևս տեսանելի է, բոլորիդ աչքի առաջ է կատարվում։ Արցախցիները ավելի շուտ ներկայացությունը փորձեց մի անգամ ցույց տալ, որ իրենք կան որպես իշխանություն։ Ազգային ժողովը փորձեց ցույց տալ, որ իրենք կան, իրենց ժողովրդին տեր են կանգնում։ Հաջորդ օրը եկան խուզարկելու ներկայացությունը։ Այս է վերաբերմունքը արցախցիների նկատմամբ, իշխանությունների վերաբերմունքը։ Ինչ վերաբերվում է սոցիալական խնդիրներին, ղարաբաղցիների, սերտիֆիկատները կեղծ թղթեր են, համարյա չգործող թղթեր են, որ բանկի մոտենում է սերտիֆիկատով դուրս գալու դուռն է ցույց տալիս։ Էլ չեմ խոսում սերտիֆիկատի բովանդակության մասին, այն խղճուկ չնչին 3 միլիոնի մասին, որ մարդիկ պետք է 3 միլիոնով տուն առնեն։ Ենթադրենք, թե տանը կա 2 թոշակառու ծերեր, որոնք մի կերպ մի անկյուն գտել են, այնտեղ ապրում են։ Եվ այդ 2 թոշակառուն ստանալու են 6 միլիոն դրամ։ Նիկոլը թող ինձ հուշի եւ ասի, 6 միլիոն դրամով մի բնակարան գտնի, ես գիտեմ այդպիսի ծերերի տեղեր, շատ գիտեմ։ 6 միլիոնով բնակարան գտնի եւ ապահովի այդ մարդկանց։ Սա նշանակում է ծաղրել արցախցիներին։ Ես այս եմ ասում ընդամենը։ Մարդիկ թողել են տարիների իրենց կուտակածը, իրենց տները,
իրենց հողերը, իրենց շիրիմները, իրենց թանկ սրբության սրբոց երկիրը եկել են այստեղ եւ նրանց շպրտում են այդ 3 միլիոն դրամը, որը նույնպես շատ դժվարությամբ է ստացվում։ Ոչ բոլոր բանկերն են, որ ցանկանում են սերտիֆիկատներով գործարքներ կնքել։ Եվ ուլտիմատումներ են ներկայացվում, մինչև Հայաստանի քաղաքացիություն չընդունես, չես ստանա սերտիֆիկատ։ Հայաստանի գերագույն խորհուրդը իր ժամանակ որոշում ուներ ընդունած, որ Արցախի քաղաքացին համարվում է Հայաստանի քաղաքացի։ Մեր անձնագրի վերջի էջի վրա գրած է, որ այս անձնագիրը հանդիսանում է անձնագրի տիրոջ անվտանգության և քաղաքացիության երաշխավորը։ Մեր անձնագրի վրա գրած է Հայաստանի Հանրապետություն կներեք։ Եվ այսքան արհեստական քաշքշուկները աշխատանքի ընդունվելուց պետական մարմիններում, սերտիֆիկատ վերցնելուց, այս արհեստական քաշքշուկները ինչ են նշանակում, եթե ոչ դուրս արի Հայաստանից գնա ուրիշ տեղ ապրի։ Եվ քիչ չեն դուրս եկողները և դուրս եկածները, քիչ չէ։ Այնպես, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով քննարկելը երբեք չի նշանակում պատերազմ։ 35 տարի Ադրբեջանի հետ բանակցել են նախկին իշխանությունները, բա ինչի չեղավ պատերազմ։ Սա ինչ շանտաժ է։ Թումանյանի չարի վերջը Նիկոլի ամենասիրած հեքիաթն է, ով բերանը բացում է, աղվեսը կացինը սրած գնում է նրա ծառը կտրելու։